Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք, որ դու քո թանկագին հոգին ուղարկեցիր մեր մեջ լինելու, մեզ հետ լինելու ամեն ժամանակ։ Շնորհակալ ենք Աստծո հոգի, որ դու հոժարվեցիր գալ մեր կյանքերի մեջ եւ բնակվել մեզ հետ Տեր։ Շնորհակալ եմ, որ դու ես մեզ փրկողը, դու ես այն փրկության կնիկը, որ մեր մեջ է, օրհնյալ լինի քո անունը։ Մենք գոհանում ենք քեզանից, մենք պատվում ենք քեզ, դու արժանի ես։ Բարի գալու Սուրբ Հոգի, բարի գալուս, մենք ողջունում ենք քեզ այստեղ, Սուրբ Հոգի, հեվիր այստեղ, քո սիրով և զորությամբ, և ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան։ Բարի գալուս Սուրբ Հոգի, բարի գալուս, մենք ողջունում ենք քեզ այստեղ, Սուրբ Հոգի, հեվիր այստեղ, քո սիրով և զորությամբ, և ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան։ Բարի գալուս Սուրբ Հոգի, բարի գալուս, մենք ողջունում ենք քեզ այստեղ, Սուրբ Հոգի, հեվիր այստեղ, քո սիրով և զորությամբ, և ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան։ Բարի գալուս Սուրբ Հոգի, բարի գալուս, մենք ողջունում ենք քեզ այստեղ, Սուրբ Հոգի, հեվիր այստեղ, քո սիրով և զորությամբ, և ցույց տուր մեզ փառքը Աստծո հավիտյան։ Ողջունում ենք քեզ այսօր այս վայրի մեջ, պատվում ենք քեզ, օրհնյալ լինի քո գալուստը մեր մեջ, մենք պատվում ենք քեզ, երկրպագում ենք քեզ, այլ մեր երկրին հոգում համար, պաշտում ենք քեզ։ Գալուս Սուրբ Հոգի, բարի գալուս, մենք ողջունում ենք քեզ այստեղ, Սուրբ Հոգի, հեվիր այստեղ, քո սիրով և զորությամբ, և ցույց տուր մեզ փառքը Աստծո Սուրբ Հոգի, բացում ենք մեր սրտերը, որպեսզի տեղա քո անձրևը մեզ վրա, սրբացնելով կյանքեր անմեր այս օրերում, աղոթում ենք մաքրիր մեզ քո գրակով։ Սուրբ Հոգի, բացում ենք մեր սրտերը, որպեսզի տեղա քո անձրևը մեզ վրա, սրբացնելով կյանքերը մեր այս օրերում, աղոթում ենք մաքրիր մեզ քո գրակով։
սպասում ենք քեզ արքան, աղոթքով ենք խնդրում, դուր մեզ անցել, դուր մեզ անցել, դուր մեզ անցել, քո երկանքից, թող այնտեղ անորից մեր երկրի վրա, ուղարկի քո անձևը երկանքից, թող այնտեղ անորից մեր երկրի վրա, վերջին օրերում սպասում ենք քեզ արքան, աղոթքով ենք խնդրում, դուր մեզ անցել, դուր մեզ անցել, դուր մեզ անցել։ Մեր սրտերը բաց, քո առաջ ենք կանգնած և խոստովանում ենք, որ մենք կարիք ունենք քո անձրևների, քո կենդանի ջրի, այսօր թող հոգին հեղի մեր մեջ, քո անձրևները, թող քո քետերը վարարեն մեր մեջ։ Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևների, փափագում ենք քո դարակ և հարար գետերի,
զորություն ներկայության հվիր մեզ Տեր ծարավ են քեզ անշահ անձերը Տեր ունեմ կարիք նորոցության քանզի քեզ հասանելի ինձ դարձնում խնդրում եմ Տեր ընդունիր անձնի իմ հոգին քո սիրո Konnem ins Kamele Sarjuno Terone
այժմ քոնն է, ինձ գնել ես արյունով։ Շնորհակալ ենք այսօրվա համար, Տեր, որ քո հոգին եկավ քո ժողովրդի վրա, Տեր, որ մեզ մկրտեցիր Սուրբ Հոգով, Տեր, որ քո հոգին եկավ բնակվելու մեր մեջ հավիտյան, Տեր, շնորհակալ ենք քեզանից, Տեր, այդ որդեգրության համար, Տեր, որ հավիտենապես կնքեցիր մեզ, Տեր, մենք քոնն ենք, շնորհակալ ենք քեզանից, Տեր, շնորհակալ ենք մեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր, փառք ու պատիվ քեզ, Տեր, թող օրհնյալ լինի այսօրը, Տեր, թող քո հոգին գա այս վայրի վրա նոր ձևով, Տեր, թող մի նոր լեցունություն ստանանք, Տեր, թող մի նոր վիճակի մեջ մտնենք քո ժողովուրդը, Տեր ջան, թող մի նոր ընթաց գա մեր կյանքերի մեջ, Տեր, թող լինի լեցունություն, որ մենք չենք ունեցել անցյալում, Տեր, խնդրում ենք, Տեր, թող գնալով ավելի խորը գնանք քո մեջ, Տեր, ավելի խորը գնանք քո մեջ, Տեր, թող այսօրվա վիճակը, երեկվա վիճակը չբավարարի մեջ, Տեր, ծարավ ու քաղցի մեր սրտերի մեջ, Տեր, գալու քեզ, Տեր, սովածի ու ծարավի պես գալու քեզ, Տեր, դու ես մեր ամեն օրվա հացը, Տեր, դու ես մեր ամեն օրվա ջուրը, փառք ես, Տեր, շնորհակալ ենք քեզանից, Տեր, թող անունդ փառավորվի այս վայրի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, Աստված օրհնի ձեզ, փառք Տիրոջ այսօրվա համար, այսօր գիտեք քրիստոնյա աշխարհն ասում է Պենտեկոստեն, հոգե գալուստը, այն երկար դարերով եղած խոստումը կատարվեց, գիտեք դարերով Աստծո ժողովուրդը Իսրայելը փափագել է այն օրվան այն ժողովրդին, որ պիտի այդ ժամանակահատվածում կատարվի այդ խոստումները, մեր վրա կատարված է այդ ժողովուրդ, այն երկար մարգարեություններ, որ մարդիկ դարերով սպասել են, մի քիչ էլ անհայտ է եղել, երբ կլինի, ոնց կլինի, մենք այսօր դրա կրողներն ենք, դրականատեսներն ենք, որ Աստծո հոգին մեր մեջ է, առաջ ասում էին Աստծո հոգին իմ վրա է, հին կտակարանում Աստծո հոգին բնակություն չէր հաստատել ոչ մեկի մեջ, որտև խավության գառը դեր արյուն չէր թափել, չկար մեկը, որ արժանի լիներ, որ Աստծո հոգին գար իր մեջ, որտև խավություն արված չէր, բայց երբ որ Քրիստոսի արյունը թափվեց, այդ խավությունը արվեց ոչ թե մեր արժանիքների համար, իր թափած արյան համար, Աստծո հոգին եկավ մեր մեջ, այսօր մենք այդ հոգու կրողներն ենք, այդ հոգին մեր մեջ ապրում, գիտեք Աստծո հոգու գալով քրիստոնեական բոլոր տոները ամբողջացան, Աստծո համար ժողովուրդ հրաշք չկա, հրաշքը մեր համար է, այն ինչը որ Աստծո համար բնական է, դա մեր համար հրաշք է, գիտեք Աստծո համար բնական էր, որ ինքը կարողացավ իր որդուն դնել Մայրամի որովայնի մեջ, որդին մարմին հագներ, Աստված մարդացավ, մարմնացավ, մարմին հագավ, բնակվեց մեր մեջ, Աստծո համար հրաշք չէր, որ իր որդուն մի օր գերեզմանից հարություն տվեց, դա մեր համար հրաշք, Աստծո համար հրաշք չի, որ իր որդին մի օր 500 հոգու ներկայությամբ գետնից ուղակի բարձրանում էր վերև, երկինք էր գնում, համբարձվում էր, բայց սրանք մեր համար մեծագույն հրաշքներն են, գիտեք այն ինչ որ երկնքում որոշվել էր մի օր քո համար, այսօր դա քո կյանքում իրականացել է, մեկ ես մտածում եմ, ինչն է պատճառը, որ այն լիարժեք ուրախությունը չկա մեր կյանքում, այն գոհությունը, որ կարա վերածվի աղաղակի, վերածվի ցնծության, ինչն է պատճառը, ես մտածում եմ լավ չհասկանալը, թե Աստված ինչ արէ մեր համար, գիտեք այսօր մի հատ երեխու, որ դու տանես $1000 գումար տաս, փոքր երեխու, մի հատ խաղալիք տաս, ինքը կնախընտրի խաղալիքը, որտև ինքը այդ գումարի չափը, արժեքը չի հասկանում, ինքը չգիտի, որ գումարով կարա տենց հարյուրավոր խաղալիքներ առնի, դեք մարդը ինչքան մեծանում է, ինքը հասակով մեծանում է, իր համար նոր է գալի արժեքա փոխություն, ինքը հասկանում է ինչն է թանկ, ինչն է էժան, գիտեք մեր կյանքում էլ կա թանկ բաներ, կա էժան բաներ, հոգևոր հասակի հետ է, որ մարդը հասկանում է թանկ բանը, որն է իր կյանքում, ինչ տրվեց իրան, ինչ կատարվեց իր հետ,
Գիտեք, Աստված իր հոգուց առավել բան չունի մեզ տալու։ Երեք աչքովս մի բան ընկավ, մի հոգի ավտո էր շահել, Facebook-ով տեսամ, կենցաղային տեխնիկա էր առել, ավտո էր շահել, էլեկտրական ավտո։ Ես այդ ուրախությունը, որ տեսա, այդ ինչ ուրախություն, այդ ինչ ցնծություն, մի քիչ էր շփոթված էր, ստուգում էր այդ թվերը, տնա ինքը չի հաստատ։ Դե 6 թիվանոց խաղարկություն էր, շահել էր, բայց չէր հավատում։ Ասում եմ, հլն այ ուրախությունը նյութական բանի համար ինչքան մեծ է։ Բախի չի հավիտենական նվերների համար ասես մեծ ուրախություն լինում։ Խի օրինակ մարդը, որ Սուրբ Հոգով մկրտվում է, տես մեծ ուրախություն չի ապրում։ Ինչն է պատճառը, որ մարդը, որ իր մեղքերը ներվել են, որ առանց մեղքերի ներման մարդը չի կարող հայտնվել երկնքում, որտեղ մարդը եթե իր մեղքերի վրա է մնում, ինքը դժոխք պիտի թա։ Բայց եթե մարդու վրայից մեղքերը ջնջվում է, ներվում է, ինքը այդ ներման հաշվին է հայտնվելու երկնքում։ Ինչն է պատճառը, որ մարդ իր մեղքերի ներման համար չի կարող լավ ուրախանա։ Ինչն է պատճառը, որ անաստված մարդը ապրել է Աստծուն չճանաչելով, այսօր Աստծո հետ է, բայց իր ներկա ուրախությունը, իր նախկին ուրախությունը, որ անաստված կյանք ունեցել, այդքան շատ մեծ տարբերություն չկա։ Ինչն է խնդիրը։ Ինչն է պատճառը, որ մենք այսօր հարյուրավոր, հազարավոր խոստումներ ունենք ավետարանից մեր կյանքերի համար, գիտեք գրված ավետարանը, Աստծո խոսքը ներկա եւ գալիք խոստումներն ունի։ Գիտեք ավետարանում մենք ավելի շատ երևի հիշում ենք այն պատվերները, զգուշացումները, բայց ավետարանում ամենաշատը խոստումներն է։ Խոստումներ, որ Աստված ունի իր ժողովրդի համար։ Ինչն է պատճառը, որ լիարժեք այդ ուրախությունը չկա։ Ես մտածում եմ լավ չհասկանալու մեջ է, ինչ է կատարվել մեր հետ։ Ով է եկել մեր կյանքերի մեջ։ Ինչ փոփոխություն է տեղի ունեցել մեր կյանքում։ Երբ որ լավ խորապես հայտնությամբ հասկանանք, չի կարա մարդը չուրախանա։ Չի կարա մարդը չուրախանա, որ ինքը դժոխք չի տալու։ Չի կարա մարդը չուրախանա, որ ինքը ներված է։ Պիտի իր մեջ գա այդ մեծ ուրախությունը։ Այսօր մենք պենտեկոստալ եկեղեցի ենք։ Գիտեք, պենտեկոստալ, հոգեգալստական, 50-ական ինչ որ ասում են, այդ նույն այս տոնի հետ է կապված։ 50-ական ասում են նրա համար, որ Հիսուսը հարություն առավ 40 օր երկրի վրա ապրեց, 10 օր հետո Սուրբ Հոգին եկավ, այդ հաշվարկով այդ 50 թիվը դրա համար են ասում, որը նախկին Պենտեկոստեն նախկին բերքի տոններ, 50-րդ շաբաթն էր, որ բերքի առատության տոններ ընծաներ էին բերում, պաշտամունք էին մատուցում Աստծուն, բայց որ նայում ես Աստծո այն օրհնություն, որ ասում Աստված չի կենտրոնանում մենակ նյութականի վրա։ Նյութականն էլ կա Աստծո օրհնությունների մեջ, բայց դա շատ փոքր տեղ է զբաղեցնում Աստծո օրհնությունների մեջ։ Աստված նոր կտակարանում Պենտեկոստեն, այն վերջնական Պենտեկոստեն, Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու մկրտությունը տվեց, հասկացնելով, որ դուք Պենտեկոստե ասելով հասկանում եք միայն բերքի առատություն, Աստված, որ ասում էր Պենտեկոստե, վերջնական ի նկատի ուներ հոգու առատություն, որ մեր կյանքում կա հոգու առատություն, այն որ դարերով քավություն էին անում, անասուններ էին մորթում, այդ արյուններով մեղքեր էր ծածկվում, Աստված վերջնական ի նկատի ուներ գառ Աստվածը իր որդուն, վերջնական, որ Աստծո որդին պիտի գար ու մեր համար մատաղ պիտի լիներ։ Եթե մարդիկ կան, որ դեռ տեղյակ չեն, ես ասեմ մենք հենց սրա հիման վրա էլ մատաղ չենք ուտում, մատաղի միս ու մատաղներ չենք ընդունում, որովհետև մեր համար Քրիստոս մատաղ է եղել։ Մեզ էլ պետք չի աքլոր մատաղ անել, չգիտեմ, գառ մատաղ անել ու Աստծուն ինչ-որ շնորհակալության պատարակ մատուցել, որ ինչ-որ փորձանքից ազատվեցինք։ Քրիստոս մեզ հավիտյան փորձանքից ազատել է։ Դրա համար երբ որ կառաջարկեն մատաղ ուտելու, ասա շնորհակալ եմ ձեր մատաղից, ես իմ մատաղ արդեն կերել եմ։ Այն որ մենք հաղորդություն ենք անում, դա մեր մատաղն ենք մենք ուտում, որ մեր համար մատաղ եղավ։ Հենց դրա հիման վրա էլ մենք մերժում ենք։ Աստված երբ որ Քրիստոսը վերջի բաղարջակերած տոնը, գիտեք, ինքը 3 տարի ու կես երկրի վրա գոնե 3 անգամ այդ տոնին մասնակցել է։ Այդ իր ծառայության ընթացքում, չնայած իր տարիների ընթացքում շատ է մասնակցել, բայց վերջի անգամ հացը վերցեց այդ սեղանից, գինին վերցեց ու ասեց նոր ուխտ է։ Ինքը հին բաղարջակերած տոնին վերջ դրեց։ Հրեաները այն Քրիստոսին չճանաչող հրեաները շարունակեցին, մինչև հիմա էլ նշում են։ Բայց Քրիստոսին ճանաչողները հասկացան, որ այն Եգիպտոսի
Զատիկի գառը, այն Փեսախ տոնը, դա Քրիստոսն էր։ Նույնը Պենտեկոստեն։ Մարդիկ Պենտեկոստեն հասկանում են միայն այդ բերք ու բարիքը։ Բայց Պենտեկոստեի օր Աստված իր հոգին տվեց։ Բերեք այդ տեղը կարդանք, չնայած Արսեն արդեն հիշացրեց։ Պենտեկոստեի օրը հասավ Գործք առաքելոց 2-րդ գլուխ։ Ամենքն էլ միաբան մեկտեղ էին։ Գիտեք, այդ ժամանակ տոն էր կատարվում Իսրայելի մեջ, ու այդ տոնը չէր կատարվում այդ վերնատան մեջ։ Այդ տոնը կատարվում էր տաճարում։ Բայց Աստված տաճարից առանձին միտեղ ավելի ուժեղ էր գործում։ Գիտեք, այսօր մենք մտածում ենք, որ Աստծո գործը ինչ-որ հատուկ վայրի հետ է կապված։ Այդ ժամանակ տարբեր ազգերից եկել էին տաճար, հրեաները, բայց Աստված վերնատնում ուրիշ գործ էր անում, որը տաճարում չեղավ այդ գործը։ Գրված է հավաքված էին մեկտեղ, հանկարծակի երկնքից ձայն եղավ սաստկաշունչ հովի պես, եւ բոլոր տունը լցրեց, որ նստել էին, եւ բաժանված լեզուներ ևեցան իրենց, որպես թե կրակից, եւ նստեց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներ խոսել, ինչպես Հոգին նրանց խոսալ էր տալիս։ Տեսեք, տաճարից առանձին տոն էր կատարվում, տոնի օրեր։ Վերնատնում հավաքված էր առաքյալներն ու Քրիստոսի հետևորդները։ Մոտավոր ասում են 120, դրա որտեղ նախորդ գլխում 120 թիվը կա, չգիտեն կոնկրետ քանի հոգի են, մոտ 120։ Աղոթք են անում, սովորական աղոթք, իրանց հերթական աղոթքը։ Մեկ էլ հանկարծակի, ասում է, ձայն լսվեց երկնքից, ուժեղ քամու պես, ու երևեցան լեզուներ կրակից, սկսեցին բորբոքված աղոթել։ Այս որ մենք աղոթում ենք, սես չէին աղոթում։ Մեր աղոթները Երանի նմանվի այդ աղոթներին։ Բորբոքված աղոթում էին։ Ոչ թե դա մարդկային բորբոքում էր, ոչ թե մարդկային բարկություն էր։ Սուրբ Հոգին իրանց խոսել էր տալիս։ Լցված, այն մարդկային վերահսկողությունից դուրս։ Ես չեմ մտածում, ասենց ազատ աղոթում էին, որտեղ Հոգին լցվել էր, կրակի պես աղոթում էին։ Ու սկսեցին տարբեր լեզուներ խոսել։ Այդ մարդիկ, որ եկել են Պենտեկոստեի տոնը լսելու, այդ ժամանակ ամենամեծագույն հրաշքը տեսան այդ լեզուները։ Լեզուներ, որոնք խոսում էին։ Ու ասին սրանք ոնց են խոսում, մենք ամեն մեկս լսում ենք այնտեղի լեզուն, որտեղ որ մենք ապրում ենք։ Էսի մարդկային գաղափարից դուրս է, մարդը մի լեզու խոսա, որը լեզվից տեղյակ չի ընդհանրապես։ Ու գիտեք առաջին ինչի հանդիպեցին, մի մասը զարմացավ, մի մասը ծաղրեց։ Մենք այսօր վերեք անկեղծ լինենք, շատ բաներ անում ենք, որ ծաղրի չհանդիպենք, հակառակության չհանդիպենք։ Բոլորը մեր սրտով խոսան մեր հետ։ Բայց առաջի լեզուներով մկրտվողները հենց առաջի հանդիպեցին ծաղրանքի։ Բայց գիտես իրանց մեջի լեցունությունը այնքան շատ է, ծաղրը, այդ մարդկային հակառակությունը չկարողացավ իրանց կանգնեցնել։ Իրանք շարունակում էին աղոթել։ Բայց որ նայում ես պատմությունը, դրանից առաջ ինչ էր կատարվում աշակերտների հետ։ Գրված է, մի սենյակի մեջ հավաքված էին, վախով բռնված։ 3 տարի ու կես Քրիստոսի հետ մանեկած աշակերտները, Քրիստոսի զորությունները տեսնողը, Քրիստոսի բերանից լսողները հենց առաջի բերան։ Այն որ առաքյալը գրում է, մենք տեսանք, մենք շոշափեցինք, հետը շփվեցինք։ Այդ հրաշները տենողները վախերի մեջ, սենյակի մեջ դուռը փակած։ Գրված է հրեաների վախի պատճառով, որտեղ այս ժամանակ հələ բորբոքված է ժողովուրդը։ Կատաղություն կար, խաչել են Քրիստոսին, իրանց մտում էր վերջ դրեցին այս անիրավությանը, այս մոլորությանը վերջ դրեցին, աշակերտներն էլ վախերի մեջ։ Բայց իրանց պատվեր կար Քրիստոսից։ Քրիստոսից պատվեր կար գնացեք մինչև աշխարհի ծայրը, Երուսաղեմ, Հրեաստան, Սամարիա մինչև աշխարհի ծայրը։ Ոնց էթան, մարդիկ վախից սենյակից դուրս չեն գալի։ Ոնց կարա մեկը մինչև աշխարհի ծայրն էթա քարոզի, եթե վախից իր սենյակից դուրս չի գալի։ Ինչն էր պակաս, Սուրբ Հոգու լեցունությունը։ Սուրբ Հոգու մկրտությունն էր պակաս։ Ամեն բան տեղն էր, ուսմունքը 100% տեղն էր, որտեղ Քրիստոսի վարդապետությունը գիտեին։ Ու Քրիստոսի վարդապետությունը լսել էին հենց Քրիստոսից։ Ոչ միայն լսել էին, տեսել էին վարդապետին։ Վարդապետի հետ հաց էին կերել, բայց չէին կարողանում շարժվել։ Հիսուսի գնալուց առաջ աշակերտները մի բան հարցրեցին. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում Իսրայել թագավորությունը։
Հիսուսը հասկացավ իրանց անհանգստությունները, ասեց ձեր բանը չի իմանալ ժամերն ու ժամանակները։ Եթե նայել եք այսօր մարդիկ այդ իրանց վախերից շատ ժամանակներ են ուզում ճշտեն, ժամեր ինչ հալինելու, երբ հալինելու, Տերն ասում է ձեր բանը չի էդի։ Մարդ չի կարող այդքան հասկանա, որ ժամերն ու ժամանակները իմանա, որ ժամանակում Աստված որտեղ ինչ է գործում։ Բայց ասես դուք զորություն կառնեք վերից, երբ որ հոգին ձեր վրա կգա։ Հոգին երբ որ եկավ աշակերտների վրա, գիտես այդ նույն աշակերտները, այդ նույն մարդիկ իր հետևորդները, հենց նույն պահին կերպարանափոխվեցին։ Վախը վերածվեց համարձակության։ Որտեղ մարդկային կարողությունից զատ եկել էր Աստծո հոգին։ Գիտեք, ասում է ոչ ուժով, ոչ զորությունով ասում է Տերը, այլ իմ հոգով է։ Երբ որ հոգու մկրտությունը ստացան, գրվածը համարձակ քարոզեցին։ Հələ գնացեք տուն Քրիստոսի նոր կտակարանի Սուրբ Հոգով մկրտվելուց հետո առաջի պատգամը կարդացեք Պետրոսի, որ պատգամ տվեց։ Պատգամ, որը լցված էր մարգարություններով, հին կտակարանի մեկնաբանություններով, պատգամ, որ լցված էր հրաշներով, ազդեցությունով, այն տեսակի պատգամ Սուրբ Հոգով, որ գրված է 3000 հոգի ապաշխարեց։ Ու գիտես այդ պատգամից հետո ինչ էին ասում, մարդիկ, եղբայրներ, ինչ պետք է անենք բա մենք։ Այնքան էին ազդվել հոգով լցված պատգամից, որ Պետրոս առաջնորդեց, մկրտեց եւ 3000 հոգի միանգամից եկեղեցու ավելացավ։ Ինչ էր փոխվել։ Դրանից մի օր երկու օր առաջ մարդիկ վախով սենյակի մեջ գրածը հատուկ դուռն էլ փակել էին, որ հանկարծ մեկը չմտնի ներս։ Տեղները չիմանան, ինչքան հնարավոր է թաքուն էին պահում իրաց տեղը։ Բայց մեկ էլ տենում ես այդ նույն թաքնվող մարդիկ հրապարակների մեջ են խոսում։ Ազատ խոսում են։ Այդ նույն մարդիկ տենում ես մեծ նշաններ ու հրաշքներ լինում իրանց միջոցով։ Գրված է Պետրոսի շողքը անցնում էր։ Ձեռ չէր դնում, ասում Պետրոսի ստվերը մարդկանց վրա անցնում էր, մարդիկ բժշկվում էին։ Այդ ինչ հոգի էր։ Այդ ինչ հոգի էր Պողոսի ու Պետրոսի վրա։ Գիտեք այդ ինչ հոգի էր։ Այդ այն հոգին է, որ քո մեջ կա հիմա։ Այդ նույն հոգին է։ Դա ավել հոգի չէր, պակաս հոգի չէր։ Նույն հոգին, որ Պողոսի մեջ էր, Պետրոսի մեջ էր, նույն հոգին, որ Հովանեսի ու Հակոբոսի մեջ էր, այդ նույն հոգին այսօր մեր մեջ է։ Նույն հոգին։ Մեզ ինչ է պակասում։ Եկեղեցին կա, վարդապետությունը կա, Աստծո հոգին կա։ Մկրտվել ենք։ Ինչ է պակասում, որ ցենց կտրուկ փոփոխություններ տեղի ունենա։ Արթնություն լինի, կրակ բռնկվի։ Սուրբ հոգու լեցունություն է պետք, ուրիշ ոչ մի բան։ Սուրբ հոգով լցվել է պետք։ Սուրբ հոգով լցվել, Սուրբ հոգով աղոթել է պետք։ Այսօր գիտեք ինչքան մեծ արշավ կա լեզուներով աղոթելու դեմ։ Անկամ եկեղեցիներ կան դրան դեմ են խոսում։ Լեզուներով աղոթելու, բայց ես դա ասեմ մեծագույն պարգև եւ մեծագույն հնարավորություն Աստծուց տրված մեզ։ Լեզուներով խոսել, ինչպես հոգին խոսալ էր տալիս։ Շատ զրույց ենք լսել, բա ես երկու բառ եմ ասում, բա այս տարիներով ես նույն բաներն եմ ասում, կարող է ես սենց, կարող է նենց, բա խի չեմ հասկանում, բա խի թարգմանող չկա։ Հիմա լավ, ասենք թարգմանող չկա եկեղեցում, եթե թարգմանող չկա, ինչ անենք, այդ լեզուներով չաղոթենք, մինչև սպասենք թարգմանող դուրս գա։ Տենց անենք, դա հարցի լուծումը։ Չէ՞ թե հարցի լուծում չի։ Աղոթենք լեզուներով, աղոթենք նաև որ Աստված թարգմանության պարգև տա։ Ինչ է որ եկեղեցում տենց ակնհայտ պարգևներ չեն գործում, ինչ անենք դադարեցնենք լեզուներով աղոթելը, քանի որ բժշկության պարգևը մենք ամեն օր չենք տենում։ Չնայած մեր եկեղեցում եթե փորձենք նստենք, հավաքագրենք հրաշքները միտեղ, շատ հրաշքներ է կատարվել, շատ հրաշքներ այս տարիների ընթացքում։ Ես հիշում եմ, ռակով են մարդիկ բժշկվել, տարբեր հիվանդություններից բժշկվել են։ Աստված գործում է։ Ուղղակի այն բուրըն, որ մենք ուզում ենք տենանք, դա էլ կարող լինի, եթե Սուրբ Հոգով լցվենք։ Սուրբ Հոգով լցվենք։ Առաքյալն ասում էր, ես ձեզանից բոլորիցից շատ եմ լեզուներով խոսում։ Ես ճիշտ ասած կարծում չեմ հասկանում, ոնց է իմացել, հարցրել է մի քանի օգուց, թե Աստված է հայտնել, թե ժողովրդի վիճակը նայելով է հասկացել, որ եթե այս վիճակի մեջ են, ուրեմն հոգու լեցունություն չկա, լեզուների աղոթքը չկա, բայց ասում եմ ես ձեզ բոլորիցից շատ եմ աղոթք անում, եկեղեցու մեջ կամենում եմ մի քանի խոսք ասեմ, որ շինություն ստանաք, բայց առաքյալը, որ շատ էր աղոթում լեզուներով, դա փաստ է, փաստ է, մենք պետք է ժողովուրդ լեզուների աղոթքը շատացնենք մեր կյանքերի մեջ, մանավանդ մեր տուն աղոթելուց, գրված ասում է ինչպես պիտի աղոթենք, ինչպես հարկն է, չգիտենք,
Չգիտենք, մենք շատ է լինում, որ մեր ստանդարտ աղոթներն անում ենք, նորմալ է, բայց մենք չգիտենք այդ պահին հոգին ինչի համար է ուզում, դրա համար հոգով աղոթել է պետք, հոգով լցվել է պետք։ Սամսոնի մասին, որ գրված է, մտածում ենք Սամսոնը սենց Գողիաթի պես թափով տղա էր, չէ, տենց չի եղել։ Ես մտածում Սամսոնը նոր սովորական, ասենք, տղամարդու ֆիզիոնոմիա ունեցել, շատ տենց հսկա չի եղել։ Ուղղակի որ Աստծո հոգին իր վրա էր գալիս, ինքը դառնում էր գերբնական կարողության տեր։ Գրված Աստծո հոգին եկավ Սամսոնի վրա, առյուծ պատառեց։ Ոնց որ ուլը կպատառեն։ Աստծո հոգին եկավ, ճոպաները կտրեց, Աստծո հոգին եկավ, դարպասները հանեց Սարի գլխին։ Աստծո հոգին երբ որ գալիս է մարդու վրա, մարդը բնականից դառնում է գերբնական։ Մարդը սովորականից դառնում է արտասովոր։ Այսօր ամեն մեկս կարանք ստուգենք, առաքյալների ժամանակ գրված է համարձակ քարոզում են։ Այսա տեղ կկարդամ դրա հետ կապված։ Մենք կարանք մեր կյանքը ստուգենք, այդ համարձակությունը կա մեր կյանքի մեջ։ Օրինակ որ տեղ է լինում, առիթ է լինում, Աստծո խոսքը վկայես։ Քո փրկության ավետարանը, քո փրկչի մասին խոսես, քո կյանքի հրաշքների մասին, Աստված ինչերից է քեզ ազատել։ Քարոզես, վկայես։ Երբ որ առիթը ստեղծվում է, դու ուրախությունով վկայում ես, թե կաշկանդվում ես, թե թաքցնում ես, թե թեման ցրում ես ուրիշ բանի վրա։ Եթե վախերի մեջ ես, վախենում ես շրջապատի հակառակությունից, վախենում ես մարդկանց սպառնալիքներից, վախենում ես ամոթանք կտան, վախենում ես հարաբերություններ կփչանա, թող իմ կյանքում բոլոր հարաբերությունները փչանա, Աստծո հետ հարաբերությունը չփչանա։ Թող իմ կյանքում, եթե մարդ կա, որ պիտի իմ դեմ հարց տնի, դու կամ Աստված, իհարկե Աստված։ Թող իմ ամենամոտիկ մարդիկ իմ կողից գնան, իհարկե հիմա իմ ամենամոտիկ մարդիկ Աստվածապաշտ մարդիկ են, բայց ժամանակին տենց չի եղել։ Բայց նայում ես ինչ է, լինում է մեր հետ, որ մենք այդ վախի սենյակների մեջ ենք, մենք առաքյալներից լավը չենք, մենք շատ բան իմանալով, շատ հրաշքներ տենալով մեր կյանքի լինում է վախի սենյակների մեջ ենք, ինչ է մեզ պետք դուրս գալուց, Սուրբ Հոգու լեցունություն։ Մենք երկրորդ անգամ էլ ջրով չենք մկրտվելու, երկրորդ անգամ հոգով չենք մկրտվելու, չգիտեմ, երկրորդ անգամ ուխտի մեջ չենք մտնելու Աստծո հետ, երկրորդ անգամ որդի չենք դառնելու, երկրորդ անգամ չի ներվելու, արդեն եղածը եղել է։ Մեզ պետք է Սուրբ Հոգով լցվել։ Սուրբ Հոգով մկրտված, բայց վախի մեջ։ Ի՞նչն է պատճառը։ Գրված է այն հոգին, որ ձեր մեջ է, ձեր մեջի հոգին։ Այնքան մոտ Աստված չի ասում մեր կողմ, մեջ էլ, դրանից մոտիկ տեղ չունի Աստված։ Դրանից ավել մոտիկ չի կարա գա քեզ Աստված։ Այն հոգին, որ մեր մեջ է, ավելին է, քան այն հոգին, որ աշխարհի մեջ է։ Գրված ասում է, Տերը մեզ վախի հոգի չի տվել, տվել է զորության, սիրո զգաստության հոգի։ Բայց խի է մեր կյանքում վախեր լինում։ Խի կա մեր կյանքում երկարատև վախեր։ Խի կա մեր կյանքում, չգիտեմ, շփոթություններ, տագնապներ, որտեղ այն զորության հոգին իր զորությունով չի գործում մեր կյանքերի մեջ։ Այդ զորության հոգով լցվել է պետք։ Երբ որ Մովսեսը գնաց Եգիպտոս, ինչ արեց, գավազանը գցեց գետնին, օձ դառավ։ Փարավոնը երևի նախկինում տեսել էր արդեն, կանչեց իր կախարդներին, մոգերին, նույնը արեցին։ Ուզում եմ ասել, ինչ ես արել, որ մենք չենք կարող անենք։ Բայց գրված է Մովսեսի օձը նրանց օձերին կուլ տվեց։ Հնել մի օձ չէ, օձերին կուլ տվեց։ Մովսեսի օձը։ Այն զորությունը, որ մեր մեջ է, ավելին է, քան այն զորությունը, որ աշխարհի մեջ է։ Այն հոգին, որ մեր մեջ է, ավելին է։ Այն հոգին, որ մեր մեջ է, ավելին է, քան այն հոգին, որ աշխարհի մեջ է։ Դու պատկերացրա քրիստոնյա դեպրեսիաների մեջ, քրիստոնյա վախերի մեջ, Աստծո մարդ, չգիտեմ, մահվան մտքերի մեջ, անհուսության մեջ, Աստծո մարդ, բայց չգիտեմ, անորոշության մեջ, սրա համար մենք կանչված չենք, ժողովուրդ, մենք կանչված ենք հստակ կյանք ապրելու համար, մենք կանչված ենք վստահ ապրելու համար, մենք կանչված ենք համոզված ապրելու համար, մենք կանչված ենք սենց երերալով, քրքաշ մի կերպ, չէ, դրա համար չի, զորության հոգին, եթե քո մեջ է, դու տկարության մեջ ես, նշանակում է զորության հոգին թաքնված է մի անկյունում քո կյանքում։ Եթե զորության հոգին քո մեջ է, տկարությունը պիտի քո կյանքում պարտված լինի։ Եթե զորության հոգին քո մեջ է, վախը քո կյանքում պիտի պարտված լինի։
Մեզ լցվել է պետք Սուրբ Հոգով։ Լցվել, ոնց որ աշակերտները լցվեցին։ Վերեք միտեղ կարդանք Գործք առաքելոց 4-րդ գլուխ 23 համարից։ Արևմտահայերի մեջ վերնագրված է, հավատացյալները քաջության համար են աղոթում։ Տեսեք, էսի են տեղնա, որ արդեն եկեղեցին աճել էր, 5000 էր դարել, կտրուկ փոփոխվում էր։ Երուսաղեմի մեջ 5000 հոգի լուրջ թիվ է։ Լուրջ թիվ։ 5000 հոգին Երուսաղեմի մեջ։ Երուսաղեմը տեն շատ միլիոնավոր քաղաքներ չի եղել, քաղաք չի եղել։ Ու ամենուր, որ ասում եմ 1-ից պրծանք 12-ն եկավ։ Հես գիտեն 1-ից պրծան, մեկին խաչեցին, մեկ էլ այդ մեկի նման 12 հոգի են առաջացել։ Բայց 12-ին ինչ անենք, այդ 12-ն էլ ամեն օր իրաց նմաններն են շատացնում։ Շատ արագ բազմանում է այդ աշակերտությունը։ Ճար չկա, բռնեցին, ծեծեցին, սպառնացին, բանտարկեցին, որովհետև ամեն օր լսում էին հրաշքներ, ամեն օր խոսակցություն։ Դու պատկերացնում ես այդ ժամանակ քահանաների վիճակը։ Այդ ժամանակ ծերերի վիճակը։ Լրիվ ուշադրությունը եկեղեցու վրա էր։ Ոնց որ Աստված տաճարից ուշադրությունը շեղեց վերնատան վրա, որտեղ որ մկրտություն եղավ։ Այդտենց այդ ժամանակ ուշադրությունը լրիվ այդ նորաստեղծ եկեղեցու վրա էր։ Առաջի եկեղեցու վրա։ Ու հանդիպում են այդ մեծ դիմադրությանը։ Գրված ասում այնտեղից արձակվելով իրանց խմբի մոտ գնացին եւ պատմեցին ինչ որ քահանապետները եւ ծերերը իրանց ասել էին։ Եկան իրանց ժողովրդի մոտ, աշակերտները պատմեցին, ինչ որ ասել են, ինչ որ կատարվել է իրանց հետ։ Նրանք էլ երբ որ լսեցին միաբանությամբ ձայներն Աստծուն վերցրին ասելով. Ով Տեր, դու ես Աստվածը, որ երկինքն ու երկիրը եւ ծովը եւ բոլոր նրա մեջ լինողները ստեղծեցիր։ Որ քո ծառայի Դավիթի բերանով խոսեցիր, ինչու հեթանոսները խռովություն արին եւ ժողովուրդները պարապ բաներ մտածեցին։ Երկրի թագավորները պատրաստ կանգնեցին եւ իշխանները մեկտեղ ժողովեցին Տիրոջ դեմ եւ նրա ուծյալի դեմ։ Քանզի արդարև այս քաղաքի մեջ հավաքվեցան քո սուրբ որդի Հիսուսի վրա, որ դու օծեցիր, Հերովդեսը, Պոնտացի Պիղատոսը ազգերի հետ եւ Իսրայել ժողովրդի հետ։ Եվ արին ինչ որ քո ձեռքդ եւ խորհուրդը սահմանեց առաջվանից լինելու։ Տես ներկայացնում են վիճակը, այս խոսքը որ հիշատակում են երկրորդ Սաղմոսն հիշատակում։ Շարունակություն իշմեք, չէ՞ երկրորդ Սաղմոսն ինչ ասում։ Ասում հավաքվին Տիրոջ դեմ, Տերն էլ ինչ արեց, Տերն էլ խառնվավ իրար, էլի։ Գիտեք, չէ, եկեղեցին հնարավոր չի կանգնեցնել։ Հնարավոր չի, դարերով եկեղեցին չեն կանգնեցրել, որտեվ ոնց որ Պողոսին ասեց, դժվար է քեզ խթանին քացի տալ, որտեվ եկեղեցու մեջ Աստծո հոգին կա ու Աստծո հոգին է եկեղեցին առաջ տանում։ Տեսեք, հիմա ինչ են խնդրում Աստծուց։ 29 համարը։ Եվ հիմա ով Տեր նայի նրանց սպառնալիքին եւ շնորհի քո ծառաներից, որպիսի համարձակությունով քո խոսքդ խոսենք։ Քո ձեռքդ երկարացնելով բժշկելու եւ քո սուրբ որդի Հիսուսի անունով նշաններ եւ հրաշքներ կատարվեն։ Երբ որ նրանք աղոթք արեցին, շարժվեցավ այնտեղը, ուր հավաքված էին եւ ամենքը սուրբ հոգով լցվեցան եւ Աստծո խոսքը համարձակ քարոզում էին։ Ես հետաքրքրած, sense հիմա համեմատի այս աղոթքը, բերեք մի հատ այս աղոթքը վերցնենք, այս աղոթքի մոդելը ու համատենք մեր աղոթների հետ։ Բերեք անկեղծենք, մենք շատ ենք աղոթում, որ մեր կյանքից նեղությունները լրիվ գնան։ Հարմարավետ ապրենք, կոմֆորտ լինի, չգիտեմ, ֆինանսական խնդիր չլինի, sense հարթ գնա մեր կյանքը։ Ստեղ իրանք սպասմատես նրանց սպառնալիքին մեզ համարձակություն տուր։ Չէին աղոթում Տեր ջան, դրանց պաշտոններից հանի, քանդի, չգիտեմ, զարկի, գիտեք, չէ, տենց աղոթներ կա, վրեժ խնդրությունով լցված աղոթներ, որ Տերը չի պատասխանում։ Ասում են իրան սպառնալիքին նայի, Տեր ջան, նա իրան սպառնալիքին, մեզ համարձակություն տուր, որ մեր համարձակությունը գերազանցի նրանց սպառնալիքին։ Նայի նրանց բարկությանը, նրանց վրեժ խնդրությանը մեզ տուր, որ մեր միջոցով հրաշքներ, նշաններ եւ զորություններ լինեն։ Ու նայում ենք Տերը ընդունեց այդ աղոթքը։ Գրված է այդ տեղը շարժվեց եւ բոլորը Սուրբ Հոգով լցվեցին։ Ուստի մի հատ հարց առաջանում։ Խի աշակերտները լցված չէին, լցված էին, բայց այն ինչ որ հանդիպեցին իրանք, այդ իրանց նախքին լեցունությունը չէր բավարարում։ Եղել է տեղեր, որ հանդիպում ենք, մեր զորությունը մեզ չի բավարարում։ Եղել է տեղ, որ հանդիպում ես, իմաստությունը չի բավարարում։ Քո փորձառությունը չի բավարարում, գիտությունը չի բավարարում։
Հասկանում ես, որ քո առջև ծառացած խնդիրն ավելին է, քան քո ունեցած պաշարը։ Ինչ է պետք է լուծելու համար։ Սուրբ Հոգով լցվել է պետք։ Տուր Տեր, լցվենք։ Լցվենք, ինչ անենք, որ դիմանանք, չասում են, լցվենք ու ոնց հակահարված տան դրանց։ Պատերազմի դուրս գանք, չէ։ Համարձակ քարոզենք։ Այսինքն մենք մեր գործը շարունակենք։ Մենք մեր գործը անենք, անկախ ամեն ինչից։ Ու գրված է տեղը շարժվեց եւ բոլորը Սուրբ Հոգով լցվեցին։ Էս Աստծո ուզածը, ժողովուրդ ջան։ Սուրբ Հոգով լցվել։ Որտեւ եթե եկել է մի տեղ ու դու հասկանում ես, որ առաջ չես գնում, թուլություն կա կյանքիդ մեջ, հոգնածություն կա, տկարություն կա, վախեր կան, հուսահատություն կա, հասկանում ես, որ տեղաշարժ չկա, հոգեոր անդամալույց ես դառել, ուզում ես բան անել, բայց կարողություն չկա մեջդ, Սուրբ Հոգով լցվել է պետք, որտեվ այդ հոգին է, որ քեզ խոսալ է տալի, այդ հոգին է, որ քեզ գործել է տալի, ասում են նրանք, որ Աստծո Հոգով են գնում, նրանք են Աստծո որդիները։ Մենք մեր բնական կարողություններով, մենք մեր բնական պաշարով չենք կարող Աստծուն ծառայենք, չենք կարող հաճելի դառնանք Աստծուն, որտեղ մեր բնական այնքան քիչ Աստծո համար, մեր բնական այնքան անընդունակ Աստծո գործ անելու, Աստծո Հոգով պիտի լցվենք։ Աստծո Հոգին է, գրված է, Աստծո Հոգին է, որ եկեղեցու մեջ տարբեր տեսակի պարգևներ է տալի, իսկ միգուցե որ այդ պարգևները չեն երևում, ես համոզված եմ, որ այստեղ չկա մի մարդ, որ Աստծուց պարգև չունի իր կյանքի մեջ։ Անկախ նրանից դու դա հավատում ես, թե չես հավատում, դու ինչ ես մտածում քո մասին, բայց Աստվածաշունչն ասում է, որ Աստված խոտան չունի իր արքայության մեջ։ Աստված անպիտան բաներ չունի իր արքայության մեջ։ Եթե հիշում եք, այն անպիտան ձկներին ուրկանից դուրս էր հանում ինքը։ Այն շահեկաներին էր պահում, գործ անողներին էր պահում, գործ բերողներին էր պահում։ Այստեղ ամեն մեկը ձեր մեջ ունեք պարգև։ Ու այդ պարգևը կարա ընդհանրապես չդրսևորվի, բայց այդ պարգևը կարա շատ արագ դրսևորվի քո կյանքում, եթե գա Սուրբ Հոգու լեցունություն։ Երբ որ Սուրբ Հոգու լեցունությունը գա աղոթքի միջոցով, քո կյանքում կդրսևորվի Աստծո պարգևը։ Գիտես, եկեղեցում կարա այնքան արագ փոխվի ամեն բան, ոնց որ գրված է հանկարծակի, մի հատ քամուձայն, մի հատ հոգու շարժ ու մեկ էլ վերափոխվեց եկեղեցին։ Վախկոտները դառան համարձակ, տկաները դառան զորավոր, չխոսողները դարձան քարոզողներ, չբժշկողները դարձան բժշկողներ, ինչ կատարվեց։ Ուղղակի հոգին այցելեց իրանց։ Ուղղակի հոգով լցվեցին։ Այսօր մեր կարիքը Սուրբ Հոգով լցվելն է։ Աստված Պենտեկոստեն չի որոշել ընդամենը լեզուներ աղոթելու համար։ Աստված Պենտեկոստե որոշել է, որ բերքի տոնի պես, ոնց որ բերքն էր զանազան, մրգերն էին զանազան, բանջարեղենները զանազան, ամեն մեկը մի համ, մի վիտամին, մի տեսք, մի հոտ, այդ այնց Աստված ուզում է, որ զանազան պարգևներ գործի եկեղեցու մեջ։ Հոգու բերքի առատություն գա, որ հոգու առատություն գա, գիտեք, փրկված հոգիների հետ հոգևոր բերքներ շատ կլինի։ Մեզ պետք է Սուրբ Հոգով լցվել։ Այսօր այնքան հակառակ խոսողներ կան լեզուներով աղոթելու դեմ։ Եթե մեկը կա իր կյանքում դադարեցրել լեզուներով խոսալ, ես ասեմ սկսի նորից լեզուներով խոսալ։ Եթե քչացրել ես լեզուներով խոսալը, շատացրու, աղոթի լեզուներով։ Ժամդի քո կյանքում լեզուներով ուղղակի աղոթք արա։ Գրված է լեզուներով աղոթողը իր անձը շինում է։ Լեզուներով աղոթը մարգարեացողը եկեղեցին է շինում, լեզուներով աղոթը իր անձն է շինում։ Ասում եմ, երբ որ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ոնց որ հիմա մենք մեկտեղ հավաքված ենք, սա եկեղեցին է։ Եվ բոլորը լեզուներ խոսան, այս խոսքը մի քիչ ճիշտ չի հասկացվում, գրած ասում եմ, երբ որ մտնեն ձեր մեջ տգետներ եւ անհավատներ, միթե չեն ասի գժվել եք։ Ուշադիր նայեք, ովքեր են ասում գժվել եք, տգետներ ու անհավատներ։ Անհավատ, որ չեն հավատում, որ դա Աստծուց է, տգետներ, որ չի հասկանում ինչ է կատարվում քո հետ։ Ասում եմ, իրա, որ դու լավ ես խոսում, բայց նա շինություն չի ստանում։ Դրա համար ասում, բայց երբ որ գա, բոլորը մարգարյանան, սրտի գաղտնիքները հայտնեն, երես վրա կընկնի, կասի Աստված ձեր մեջ է։ Այն մարդու փրկության համար ասում մարգարությունը, բայց լեզուների աղոթքը եկեղեցու շինության համար է։ Իսկ եթե մենք մեր հետ ենք, մեր մեջ չկա նորեկողներ, մանավանդ հիմա կլինեն նորակողներ այստեղ, մանավանդ երբ որ աղոթքա ժողով է, տնային խմբակը, որ բոլորը տեղյակ են լեզուների աղոթքից, լեզներով աղոթք է պետք։ Եթե ուշացնում եք, դարձել մեր ծառայությունների մեջ խոսքը գերակշռող մասն է։
Խոսքը մեր ծառայությունների մեծ մասը զբաղեցնում է։ Աղոթքը շատ է նվազել ծառայությունների մեջ։ Աղոթքը պիտի շատանա եկեղեցու մեջ։ Աստված ասում է իմ տունը կոչել եմ աղոթքի տուն։ Պատահական չի, որ այցելությունը եղավ աղոթքաժողովի ժամանակ։ Աղոթք էին անում ու հանկարծակի Աստծո այդ շարժը եղավ։ Ժողովուրդ ջան, մենք որոշում կայացնենք, դի տեղից շարժվենք։ Մենք պիտի գործողություններ կատարենք։ Գիտես, հոգևոր անդամալույց աղոթներ կան։ Եթե ուշադրիր նայես, աղոթներ կան, դրանք անդամալույցի աղոթներ են։ Անդամալույցը գիտեք, որ ինքը իրան չի կամ տեղափոխի, ինքը չի կամ բանանի։ Իրան պիտի վերցնեն, իրան պիտի դնեն, իրան պիտի կերցնեն, իրան պիտի տանեն պետքարան, իրան պիտի հագցնեն, լողացնեն, անդամալույց է մարդը։ Հոգևոր անդամալույցներ կան, որ այդ տեսակի աղոթներ են անում, որ Տեր, եթե ուզում ես, Տեր, եթե կարաս, Տեր, եթե լրիվ Տերը պետք է անի։ Ոչ մի պատասխանատվություն չի կրում իր վրա։ Տերը պետք է լրիվ իր տեղը անի։ Տերն էլ տես չի, Տերն է սպասում է, որ դու անես։ Տերն էլ ասում է, ինչ կար անելու, որ ես քո համար չեմ արել։ Հիշում եք Եսայա 5-ի մեջ ինչ է գրված։ Ես իմ սիրելի համար այգի տնկեցի, ցանկով պատեցի, հնձանը փորեցի, աշտարակը շինեցի, ընտիր որդը տնկեցի, սպասել եմ, որ խաղող բերի ազոխա բերում։ Ու հարց է տալի, ասում է հիմա ասեք ինձ, ինչ կար անելու իմ այգի համար, որ ես չեմ արել։ Ես հիմա հարց եմ տալի քեզ եւ ինձ, ինչ կա քո համար անելու, որ Տերը չի արել քո կյանքում։ Ինչ կա, որ Տերը քո կյանքում կիսատար է կամ չի արել։ Բայց ինքը սպասում է խաղողի։ Բայց մեկ էլ ազոխ է լինում, գիտեք չէ, ազոխը խաղողի այն չհասունացած, այն անդուր թթված տեսակն է, որ այտենց չհասունացած էլ մնում է, որ ուտել չի լինում։ Սպասեցի խաղողի։ Հիմա լավ, Տերը պետք է մեր տեղ աղոթի։ Տերը մեր տեղը պետք է Սուրբ Հոգով լցվի։ Տերը պետք է մեր տեղը կարդա, Տերը պետք է մեր տեղը ավետարանի, Տերը պետք է մեր տեղը աղոթքաժողովի գա։ Մենք պիտի անենք։ Մենք պիտի անենք, երբ որ դու մտնես գործողության մեջ, Տերներ կայցելի քեզ։ Այդ վերնատնի մեջ, թեկուզ վախերի մեջ, բայց աղոթում էին։ Թեկուզ իրանց կյանքում շատ վախեր, բայց աղոթք էին անում։ Կարային չէ ծրվեին ամեն մեկ իրանց տուն եթար։ Կարային ասին այմար սաղ սուտ է։ Ոչ մի բան էլ չեղավ, այսքան իզուր մանեկան Քրիստոս հետևից, բայց իրանք աղոթք են անում, սպասելով են խոստմանը, որ մնացեք մինչև վերի զորություն առնեք։ Մենք էլ ունենք այդ խոստումները, ժողովուրդ ջան։ Մեզ Սուրբ Հոգով լցվել է պետք։ Ես ճիշտ է կրկնված ծեծված թեմա է, բայց մեր աղոթքաժողովներին, որ նայում ես աղոթքաժողովների քանակին, շատ քիչ է համեմատության մեջ որ նայենք։ Հիմա նստած ենք մոտ 400-ից 500 մարդ, աղոթքաժողովին կարող գա լավագույնը 30 մարդ, օրալնում 20 մարդ, մի քիչ շատ է կիրակի երկրպագության երեկոյին։ Հետո ակնկալում ենք մեծ զորություններ, ակնկալում ենք հրաշքներ, ակնկալում ենք Սուրբ Հոգու լեցունություն։ Չենք ուզում տեղից շարժվենք, բայց ուզում ենք Աստված մեծամեծ բաներ անի մեր համար։ Գիտեք, որ Աստծո հետ դա Աստված երբեք իր ծառայողներին չի ասում, ես ձեր տեղ անում եմ, մեզ անվանում է գործակիցներ։ Գիտեք գործակիցը ինչ է, որ մի գործ կա երկուսով անում են։ Գործակից է մեզ անվանում։ Մեզ չի անվանում հանդիսատեսներ կամ միայն վայելողներ, գործակիցներ։ Երբ որ աղոթքաժողովը պատերազմի ժամանակ հիշում եմ, մեր աղոթքաժողովը կտրուկ աճեց։ Փառք Աստծո սկսեց, մինչև օրս գործում է։ Բայց ինչն էր մեզ բերում աղոթքաժողովի պատերազմի ցավը, որ լսում ենք մարդիկ են մահանում, որ լսում ենք օր-օրի զինվոր է մահանում, լավ էր որ գալիս էինք, լացում էինք, աղաղակում էինք, փառք Աստծո որ գոնե տենց կանգնավ այդ պատերազմը, կարող ավելի վատ վերջանար, ավելի շատ վատ բաներ լիներ։ Բայց այսօր մեզ էլ ինչ որ մի հատ տես բան է պետք որ մեզ մղի աղոթելու։ Պետք է պարտադիր մեր ընտանիքից մեկը մի հատ լուրջ հիվանդանա, որ մենք գանք աղոթքաժողովի։ Մեր ընտանիքից մեկը պետք է ռակով հիվանդանա, որ խառնվենք իրար, մի հատ խելքի գանք, շփոթվենք, սենց հիշենք, որ Աստված կա։ Պարտադիր պետք է մեկ երեխան դառնա, չգիտեմ, խաղացող, նարկոման, խմող, որ ծնող արթնանա, հիշի որ իր երեխու համար աղոթի։ Պարտադիր պետք է մի հատ ցավը լինի, որ մեզ աղոթացնի։ Քրիստոսի սերը քիչ է որ մեզ բերի աղոթքի։ Քրիստոսի շնորհքը քիչ է որ մեզ բերի աղոթքի։ Դրա հետ պետք է մի հատ էլ տառապանք լինի, մի հատ վատ դեպք լինի, որ մեզ մղի աղոթքի։ Աղոթել է պետք, ժողովուրդ ջան։ Ասում աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։
Չի ասում սպասեք փորձյան մեջ ընկեք, սկսեք աղոթել։ Աղոթեք, որ փորձյան մեջ չընկնեք։ Մենք պիտի միաբանվենք աղոթքի մեջ, Սուրբ Հոգու լեցունություն։ Եթե ուզում ենք, մենք ունենանք արդյունավետ քրիստոնեական կյանք։ Հա կարանք մեր եկեղեցին համատենք ուրիշ եկեղեցի, հետ ասենք դե մենք Հրազդանում ամենամեծ եկեղեցին ենք, ամենաշատ ժողովուրդը մեր մոտ է, փառքասու, համեմատության մեջ լավս գանք։ Բայց երբ որ նայում ես Աստծո կոչմանը, միգուցե Աստված ավելին է որոշը, որ մենք անենք այս ժամանակում, բայց չենք անում։ Միգուցե պիտի արդեն այս ժամանակի մեջ տեղ չլինես, թե 2-3 անգամ լիներ, այդ էր Աստված որոշը, ոչ թե համեմատենք մեզանից մի ավելի քանակով քչի հետ մեզ լավս գանք։ Մեզ Սուրբ Հոգով լեցվել է պետք։ Այս առաքյալների պես ոչ թե ասենք Տեր ջան, նեղությունները, Տեր ջան, այս խնդիրները, Տեր ջան, ասա Տեր զորություն տուր ինձի, որ իմ մեջի զորությունը ավելի շատ լինի, քան իմ խնդիրները։ Ինձ շնորհ տուր, որ իմ շնորհքը ավելի շատ լինի, քան ինձ անհանգստացնող հարցերը, որ ես այս իրավիճակի մեջ հաղթող լինեմ։ Հաղթող լինեմ, որ ես ոչ թե գիտեք, որ խաղաղ պայմաններում ոչ մեկ հերոս չի դառնում, պատերազմի մեջ են հերոսներ դառնում։ Եթե դու ուզում ես ուժեղ մարդ դառնաս հոգևոր, քեզ Աստված անպայման ինչ-որ բաների մեջով պիտի անցկացնի։ Աստված մեզ բամբակի մեջ չի պահում։ Հիմա լավ ասենք մեկը վախեր ունի, վախենում է այս լուրերից, կռիվներից, լսում ենք սպանություններ, դանակահարություններ, լսում ենք պատերազմներ, վերջը տարբեր բան ենք լսում։ Հիմա դու էլ վախեր ունես քո մեջ ու վախենում ես։ Հիմա ինչ պիտի անի Աստված, պիտի սենց երկրագունդը կանգնեցնի, պատերազմները դադարեցնի, բոլորին հանդարտեցնի, որ քո մեջի վախի հարցը լուծի։ Թե կար այդ ամեն ինչ իր նույն ընթացքով գնա, բայց քո մեջի վախի հարցը լուծվի։ Կարա անի Աստված։ Մենք մտածում ենք, թե միշտ մեր շրջապատը փոխվի, որ մեր մեջի հարցերը լուծվեն, չէ։ Առանց քո շրջապատը փոխվելու կարա քո մեջի վախի հարցը լուծի Աստված։ Առանց քո շուրջը փոխելու Աստված կարա քեզ լցնի համարձակությունով։ Առաքյալները տենց էին աղոթում, ասում են Տեր նայի նրան սպառնելիքին, մեզ էլ համարձակություն տուր։ Մի տեղ էլ ասեմ ու աղոթ կանենք։ Գաղատացիների մեջ գրված է 3-րդ գլխում ասում է, որպեսզի Աբրահամի օրհնությունը հեթանոսների վրա կատարվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մենք հավատքով է դա ընդունենք։ Ու նայում ես Աբրահամի օրհնությունները, հավատքով ասում է Սուրբ Հոգին ընդունենք։ Նայում ենք Աբրահամի օրհնությունները 5 գտնակարում, Աստված Աբրահամին, որ նայում ես ոչ մի անգամ Սուրբ Հոգու մասին չի խոսացել։ Քեզանից ազգեր դուրս կգան, քո սերունդը կօրհնեմ, տարբեր օրհնություններ, մի քանի տեղ օրհնում Աբրահամին։ Բայց Աստված Աբրահամին ասելով ի նկատի ուներ իր սերունդը, որը որ մենք ենք հոգիոր սերունդը, Աստված Աբրահամի այդ բոլոր օրհնությունների փաթեթը, որ ասեմ, ամբողջացրեց Սուրբ Հոգու մկրտությունով։ Այսինքն ոնց որ Պենտեկոստեն ամբողջացավ հոգու մկրտությունով, ոնց որ Բաղարջակերաստոնը ամբողջացավ Քրիստոսի մատաղ լինելով, այդտենց Աստված Աբրահամի օրհնությունները ամբողջացնում է Սուրբ Հոգին տալով։ Որ Աստված Աբրահամին օրհնում էր, Աբրահամին հարստացրեց, Աբրահամին ծառաներ տվեց, Աբրահամից հետո ժողովուրդ դուրս եկավ, Աբրահամը դառավ ազգ, հետո Աբրահամը դառավ ժողովուրդ, Աբրահամից թագավորներ էին դուրս գալիս։ Բայց որ նայում ես, ասում եմ, որպեսզի Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ կատարվի Քրիստոսով, որ դուք հավատքով Սուրբ Հոգու պարգև ընդունեք։ Սուրբ Հոգու պարգևը դրեց Աբրահամի բոլոր օրհնությունների գլխին, որպես օրհնությունների գլուխ գործոց, որպես ամենամեծ օրհնություն, ու այդ օրհնությունը այսօր քեզ եկե հասել է։ Գիտես, ինչքան վիրավորական է, ինչքան ցավ Աստծո համար, երբ որ մենք մեր հոգևոր օրհնությունների համար չենք կարող ուրախանանք, բայց նյութական պակասության համար մենք լացում ենք, տրտմում ենք։ Գիտես, ինչքան բարկացեց Աստծուն անապատի մեջ, երբ որ հացի համար լացում էին, բայց որ ազատվել էին փարավոնի լծից, որ իրանք արդեն ազգ էին, իրանց իշխող չկար, իրանց արդեն տերն էր առաջնորդում, վերջի վերջո գնում են դեպի Քանանի երկիր, բայց իրանք հացի համար լացում էին, մսի համար լացում էին։ Աստծուն շատ բարկացրեց։ Գիտեք ինչքան Աստծուն բարկացնում, որ մենք Աստծո կարիքը զգում ենք նյութական բարիքների համար։ Աստված նյութականն էլ է հոգում, բայց Աստված ուզում է, որ մենք հոգևոր բարիքները խնդրենք իրանից։ Այդ Պենտեկոստեն վերջնական Պենտեկոստեն հոգևոր բարիքներն էր։